Աշխատանքային աղմուկ եւ ակուստիկ միջավայր։ Ողջույն, դուք լսում եք Առողջ անվտանգ փոդքասթը, ես Լիանա Խաչատրյանն եմ, աշխատանքի անվտանգության փորձագետ։ Այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմայի մասին, աղմուկի մասին, որը կարևորագույն խնդիրներից է, քանի որ աղմուկը ազդում է թե մարդկանց աշխատունակության վրա, թե մարդկանց առողջության վրա։ Եվ այսօր մեզ հյուրընկալել են Acoustic Pro ընկերությունում պարոն Սահակյանը, ով լավագույն մասնագետներից է եւ բավականին փորձառություն ունեն, տարբեր տեխնիկական միջոցներ ունեն աղմուկի նվազեցման ուղղությամբ եւ իրենց փորձառությամբ այսօր կփորձեն մեր հետ կիսվել։ Ողջույն, հարգելի գործընկերներ, այդ խնդրեմ շնորհակալ ենք, որ մեզ ընդունել եք եւ կխնդրեմ այսօր քննարկում կազմակերպենք, թե ձեր ընկերությունը ինչ գործունեություն է ծավալում եւ ինչ խնդիրներ եք լուծում։ Ողջույն, մեր ընկերությունը աշխատում է 1998 թվականից, մեր փորձը բավականին մեծ ակուստիկայի բնագավառում, մենք ակուստիկայի բնագավառում, ճարտարապետական ակուստիկայի բնագավառում զբաղվում ենք ճարտարապետական ակուստիկ նախագծերով, հաշվարկներով, ձայնամեկուսացման նախագծերով, հաշվարկներով, թրթռամեկուսացման հաշվարկներով եւ նախագծերով, ընկերությունը նաեւ շուկայում, հայկական շուկայում միակ արտադրող ընկերությունն է այդ բնագավառի նյութերի, թե ձայնակլանիչներ, թե ձայնամեկուսիչներ, բավականին խոր ուսումնասիրել ենք մեր շուկայի գոյություն ունեցող շինարարական թե նյութերը, թե մեր երկրում արտադրվող, թե ներկրվող նյութերը, նրանց տված էֆեկտները, այդ էֆեկտների վրա մշակել ենք, հաշվարկել ենք մեր ստեղծած տեխնոլոգիաները ձայնամեկուսացման մասով ու նաև արտադրում ենք դեկորատիվ ձայնարկիչի ակուստիկ պանելներ, որոնք շատ մեծ կիրառություն ունեն այսօր ամբողջ աշխարհում, նաև մեր մոտ Հայաստանում, թե բնակարաններում, թե գրասենյակներում, թե առևտրային կենտրոնում։ Տեսեք, այսօր աղտոտվածությունից ենք խոսում Երևան քաղաքի օդի աղտոտվածությունից, բայց sense մի հատ ուղղություն կա, որ անտեսում ենք, դա աղմուկի աղտոտվածությունն է, որը այսօր բավականին բարձր մակարդակի վրա է, ինչի արդյունքում ադառնում թե շինարարության, որ քաղաքում բավականին շատ է շինարարությունը, եւ թե ուրբանիզացված ավելի դառը ակտիվությունը քաղաքի շատացել է, այ արդյոք ունեք լուծումներ շինհրապարակների աղմուկի նվազեցման, քանի որ առաջացման աղբյուրները տարբեր են շինհրապարակում, արդյոք կա շինհրապարակի նվազեցման լուծում, որ դուք ակուստիկ էկրաններ, որ կառաջարկեք տեղադրեն։ Իրականում աղմուկի աղտոտվածության խնդիրը մենակ մեր մոտ Հայաստանում չի, այսօր ամբողջ աշխարհը այդ խնդիրը ունի ու այդ աղմուկի դեմ պայքարում է։ Այո, կա լուծումներ, թե շինհրապարակների, թե տարբեր տեխնիկական միջոցների, որոնք աղմուկ են ստեղծում։ Իրականում մեր մոտ դեռ մեզ ոչ մի անգամ շինհրապարակի համար չեն դիմել, որ խնդիրը լուծենք, բայց հավատացած եղեք, եթե դիմեն անպայման կլուծենք, այդ ճանապարհները ունենք, նյութերի մասով էլ խնդիր չունենք, բայց ինքը շինհրապարակների մասով եթե խոսքը գնում է, ինքը գլոբալ լուծման մասին չի խոսքը, հնարավոր է տեղային որոշակի լուծումներ, մի քիչ փոքրացնել աղմուկի չափը, ինչ-որ չափ նվազեցնել, բայց գլոբալ լուծման ճանապարհ չկա դա։ Այսինքն այն մարդիկ, ովքեր նեղում են շինհրապարակների աղմուկից, գոնե տվյալ ոլորտում աղմուկը չափերով, ճիշտ հասկացա, դուք ունեք համապատասխան գործիքներ տվյալ տեղամասի աղմուկը չափելու եւ նվազեցման ետքերը գտնելու, տեղային արդեն աղմուկը տեղային արգելափակելով այդ աղմուկը։ Որոշ չափ հնարավոր է, որովհետեւ շինհրապարակում աղմուկը ավելի շատ առաջանում է ոչ թե շինարարները մալյարկ են անում կամ սվաղ են անում, դրանից չէ, այլ առաջանում է սարքերից, օրինակ օդամաղիչ սարքերից, բարձր ճնշումով գեներատորներից կամ շարժական ակուստիկ էկրաններ։ Իհարկե կա։
Այսինքն կոնկրետ այդ ակուստիկ էկրանը տեղադրեն այն մասում, որտեղ խնդիր ունեն, հետո նորից տեղափոխեն։ Շինհրապարակներինը ինքը հենց այդ տիպին է, այդ տիպի է օգտագործվում, որտեղ այն ակուստիկ էկրանները, որոնք որ մեծ են, բոլորն էլ իրականում կարա շարժես, բայց մեծ ակուստիկ էկրանները, որոնք վերջնական էկրաններ են, դրանք շինհրապարակում չեն օգտագործվում, որովհետև նախ իրանք շատ թանկ են, երկրորդը իրան տենց ամեն անգամ հանել տեղափոխելն է բավականին բարդ, որտեղ ծանր են, բայց փոքր լոկալ լուծումների համար կա ավելի թեթև կոնստրուկտիվ էկրաններ, այդ տիպի էկրանների կարևորությունը այն է, որ հենց լոկալ իր խնդիրը լուծեցիր այդ բային, թեկուզ մի ժամ հետո կարա շատ հանգիստ իրան տեղափոխես մյուս սարքի մոտ կամ ու իրանք գնով բավականին մաչելի են մյուսների նկատմամբ։ Այ նշեցիք, որ ունեք մեծ էկրաններ բավական է։ Կարծում եմ այդ խնդիրը կարելի է լուծել փողոցի տրանսպորտային, ես Մոսկվայում եմ տեսել մեծ տեղադրած այդ փողոցներում ակուստիկ էկրաններ, երթևեկության աղմուկը նվազեցնելու, ինչու՞ չէ նաև ասեցիք դուք թրթռման նվազեցման ուղղություններ ունեք, էլի թաքնված վնասներից մեկը նաև թրթռումն է, որ մարդու վրա բավականին մեծ ազդեցություն է թողնում։ Արդյոք հնարավոր է քաղաքի աղմուկը այդ մեթոդով նվազեցնել։ Իրականում հնարավոր է, բայց դա ունի նաև իր բարդ կողմերը, որովհետև այդ տիպի էկրանները օգտագործվում են ընդհանրապես մայրուղիներում, ու այն մայրուղիներում, որոնք մոտիկ են բնակելի հատվածներին, հա։ Ու կամ այն դեպքերում, երբ որ գնացք կամ մետրո է տեղով գնում, որտեղ բնակելի հատվածներ կա, որտեղ այդ էկրանները վերջ-վերջում տեսադաշտ փակող էկրաններ են, իրանք քաղաքի ճարտարապետության հետ տենց չեմ կարծում քաղաքի մեջ կարելի է օգտագործել էսթետիկ տեսքի առումով, բայց մայրուղիներում բանում տենց այդ էկրաններից օգտագործվում է այդ տիպի էկրաններ, ոչ թե դրանցից այդ տիպի էկրաններ օգտագործվում է սառեցման համակարգերի, չիլերների ձայնամեկուսացման համար է օգտագործվում, բայց չիլերներինը ընդհանրապես ինդիվիդուալ է, այդ տիպի սարքերի ինդիվիդուալ նախագծում հաշվարկում է, թե ինչ էկրան է պետք կամ նույնիսկ կարող է էկրան պետք չլինի տեղում արվի ձայնամեկուսացումը, բայց դրանք ինդիվիդուալ նախագծեր են, որոնք հենց ինդիվիդուալ մոտեցում են պահանջում։ Քաղաքային աղմուկի մասով այդ էկրանները մեր քաղաքում կոնկրետ նպատակահարմար չի։ Այդ մեր երիտասարդները կամ օֆիսում աշխատողները հիմնականում հոգնում են, իրանք չեն զգում ինչի են հոգնել կամ ինչի են նյարդային, գերհոգնած, բոլորը բողոքում են քնի խանգարումից, հոգնածությունից, իրանք չեն հասցրել հանգստանալ, բայց կարծում եմ պատճառներից մեկը օֆիսային աղմուկն է, որը թվում է թե այդ աղմուկը գոյություն չունի, որտեղ նույն լույսերից այդ նույնը կամ պրոցեսորներից է կամ պրինտերի կամ միասին միջանձնային խոսակցություններն են, արդյոք դուք կարող եք առաջարկել մեթոդներ, ես ոնց հասկացա ձեր նյութերը, օրինակ ձեր պատը տեսնում բավականին գեղեցիկ դիզայն եք տվել, բայց ինքը դիզայնից բացի նաև նվազեցման միջոց է աղմուկի, այդ ինչ խորհուրդ կտաք, ինչ ձևաչափով կարելի է դա նվազեցնել ու ինչ խնդիր են կտեղ լուծում։ Նայեք, այդտեղ շատ կարևոր է մոտեցումը եւ նախագիծը ընդհանրապես, շատ դեպքերում մեր երկրում ընդունված չի, որ այդ աղմուկի մասով նույնիսկ նախագիծ անեն, որովհետեւ նման դեպքեր, երբ որ նյութեր տեսնում են, պատկերացնում են, գնում են, ինչ որ իրանց աղմուկի մասով խնդիր են լուծում, բայց իրականում չի կարելի այդ մոտեցումը, օրինակ մենք շատ գրասենյակների համար նախագծեր արել ենք, առավել ևս արտասահմանյան կազմակերպությունները բացարձակ այդ տիպի մոտեցում չեն ընդունում, ասենք օրինակ մենք նախագծել ենք Cisco-ի համար գրասենյակ, Adobe-ի համար, հիմա նորից մեկը նախագծում ենք TeamViewer-ի համար ենք նախագծել, այսինքն այդ մոտեցումը այնտեղ շատ կարևոր է կրիտերիաները, որովհետև գոյություն ունի միջազգային ընդունված չափորոշիչներ, կոնկրետ ամեն տարածքի ձայնակլանումը ինչքան պետք է լինի, անդրադարձումները ինչ տիպի պետք է լինի, խոսքի ինտերնելությունը այդ տարածքում դրանից հետո ինչ տիպի պետք է լինի, որպեսզի աշխատողը ամբողջովին
կոմֆորտ միջավայրում աշխատի։ Հակառակ դեպքում, երբ որ ձայնակլանման մակարդակը թույլատրելի արժեքներից շեղում ես բարձր ես անում, աշխատողները սկսում են արդեն բողոքել, որ իրաց քունն է տանում։ Հա, լրությունից մարդը սկսում է քնել։ ասում են աշխարհում ամենաբարձր ձայնը, կներեք որ ձեզ ընդհանրում եմ, լռության ձայնը, բացարձակ լռությունը, որ կարա մարդուն ծնոտքի հասցնի, այդ լռության ձայնն է։ Այս ձեր սեղանի տեսնում եմ, այսպես նյութեր, ճիշտ եմ հասկանում, որ սա հենց այդ նախատեսած է այդ դիզայնի այս նյութերը մենք ենք արտադրում, այս պայդրությամբ արտադրում ենք 38 գույն ու անսահմանափակ դիզայներական լուծումներով, կարելի է տենց ասել, որովհետև արտադրական հնարավորությունը բավականին մեծ ու հզոր է հիմա։ Հենց այս նյութերը գրասենյակներում բավականին օգտագործում ենք լուծումների համար, որտեղ իրանք միանգամից թե որպես դեկոր են օգտագործում, թե որպես ձայնակլանիչ են օգտագործում, շատ դեպքեր ունենք բնակարաններում օգտագործում որպես դեկորներ, իմ տանն էլ օգտագործած, որ աղմուկ չունի, 3 տղա ունեմ, լավ աղմուկություն ունենք։ Ձեր հարևանների հանգիստը կարևորել եք ու նման ձևաչափով գեղեցիկ լուծումներ տալով նվազեցրել եք ու աղմուկի նվազեցում իմ տղասն տունը դաժե բարապան է նվագում։ Ու հարևաններից բողոք չունենք։ Փաստորեն, ես ճիշտ հասկացա, դուք ձեր համապատասխան գործիքներ ունեք, սարքավորումներ ունեք, որ մինչև տեղադրելը չափում եք ձեր գործիքներով, հետո արդյունքը նորից գրանցում եք, տեսնեք արդյոք նվազել է, մոնիտորինգ ենք անում ձեր գործիքները համապատասխան։ Ասեմ ընդհանրապես մոտեցման ձևերը, ակուստիկայի բնագավառում մի քանի մոտեցում կա, երբ որ նախագիծը պատվիրվում, նախագիծ անելուց, նայած ինչի նախագիծ է իրականում, նախագիծ անելուց բավականին մեծ չափումներ իրականացվում է, իսկ եթե մեծ նախագիծ, այսինքն չի պարտավորեցնում արտաքին աղմուկներ չափել, որտեղ նախագծեր ունենք շենքերի մասով, որ մեզ պատվիրել են, արտաքին աղմուկ ենք չափում, վերլուծում ենք անում մինչև այդ թե շենքի արտաքին ֆասադին նույնապակեպատ ինչքան աղմուկ է դրսից գալու, այդ ապակին ինչքան է ձայնամեկուսացնելու բնակարանում, ինչ աղմուկ է նախատեսվում, ըստ դրա ամբողջ շենքերը նախագծվում է այդ պրոյեկտները, իսկ մնացած դեպքերում լումա որ գծագրերը տալիս են ակուստիկայի մասով եմ ասում, դա գծագրերը տալիս են գծագրով ենք նախագիծանում, եթե պատրաստի տարածքը կա, շատ հազվադեպ անում, որ չափումներ պատվիրում են, որտեղ չափումները դա առանձին ծառայություն է, բայց իհարկե լավ չափումներ անում ենք, որ մենք էլ մեր մասով պատասխանություն կրենք մեր նախագծերի մասով։ Ընդհանրապես մեր նախագծերում բոլոր այն նախագծերը, որոնք վերաբերում են ի սկզբանե զրոյից նախագծած թե շենքերի, թե օբյեկտների, թե ձայնամեկուսացման և ձայնակլանման մասով, մենք Հայաստանում միակ կազմակերպություն ենք, որ երաշխիք ենք տրամադրում, նույնիսկ այն օբյեկտները, որոնք ունենք մեծ պրոյեկտներ, որոնք բնակելի շենքերի տակ են, հանրային օբյեկտների մասին։ Հանրային օբյեկտների մասին բավականին հայտնի հանրային օբյեկտների, որ մենք ի սկզբանե պայմանագրի մեջ նշում ենք մեր երաշխիքը, որ աշխատանքների իրականացնելուց հետո եթե որևէ մի բնակիչ բողոքի, այսինքն մենք չափորոշիցից դուրս կլինենք, ոչ թե մենակ բողոքելը չէ, բնակիչը կարող է ինքնական բողոքել ինչքան ուզի իր իրավունքն է, բայց չափորոշիցից դուրս եթե կլինենք, մենք անպայման պատասխանատվություն։ Գիտեք, Ֆրանս, վերջերս ինչ նկատեցի, միտեղ նստած սրճարանում էինք, մարդկանց հոսքը շատ էր, քանի որ սեղանները բավականին մոտ է տեղադրած եւ այդ ղեկավարը տեղի ստիպած երաշխիքությունը բարձր էր արել, որ մի խոսակցությունը նշին չխանգարի, բայց ընդհանուր աղմուկ արդեն հոգնածող էր, մարդիկ եկել են հանգստանալու, սուրճ խմելու, միասին ինչ-որ քննարկումներ անելու, բայց այդ աղմուկի երաշխիքության աղմուկներ արդեն խանգարում։